Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր ես զրուցելու եմ քաղաքագետ, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի հետ, բարև ձեզ պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչիկյան, գիտեք, որ իշխանությունները ընտրությունների նախաշեմին մոտ մեկ ամիս ժամանակ է մնացել, բայց օրինակ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի ուժեղ Հայաստանի եւ առաջնորդն է անազատության մեջ եւ երեք նաեւ կուսակցության դեմքերից Արթուր Ասլանյանին կանդազին ձերբակալեցին եւ 2 ամսով կալանավորեցին, այդ ուժի կանանց են մեղադրանքներ առաջադրվել, այս ամեն ինչը հաշվի առնելով մենք այս գլխից կարող ենք ասել, որ ընտրությունները արդար են ընթանալու եւ ընդդիմությունը կարող է օրինակ հույս ունենալ։ Դուք որևէ ուրիշ երկիր գիտեք, որտեղ ընտրություններից առաջ ձերբակալում են ընդդիմության ղեկավարներին, եկեղեցականներին, լրագրողներին, երբ վիրավորում են լրագրողներին, հետո երբ որ լրագրողները պատասխանում են, ձերբակալում են ոչ թե վիրավորողին, այլ լրագրողներին։ Դուք որևէ տեղ տեսել եք, որ ժողովրդին ձրի խորովածով խաբում են, որ բերեն մեր այսպես կոչված կառավարության միտինգի։ Դուք այսպիսի բան ուրիշ երկրներում տեսել եք։ Սա ինչ կապ ունի ազատ ընտրությունների հետ, ոչ մի։ Սա բռնապետական ընտրություններ են, պարզ է, որ կեղծվելու են ընտրությունները եւ այս խումբը շատ ստույգ գիտի, թե նա ինչ է արել եւ ինչի համար է պատասխան տալու դրա համար։ Կարծում եմ նրանք ամեն ձևով կկեղծեն ընտրությունները։ Բայց ընդդիմությունը ինչ անի, պարոն Խաչիկյան, չմասնակցի այդ ընտրություններին, մասնակցի, որտեվ եթե չի մասնակցում, այդ դեպքում ինչ պետք է անի ընդդիմությունը, որտեվ փողոցային պայքարի փորձը ցույց տվեց, որ մի տեսակ չի ստացվում։ Փողոցային պայքարը չի ստացվում, որտեվ գալիս են նույն մարդիկ, ովքեր ամեն անգամ տապալում են, ես արդեն շատ անգամ հաշվել եմ 5 անգամ որոշ մարդիկ տապալել են փողոցային պայքարը եւ նրանք ամեն անգամ հետ են գալիս եւ անմիտ ձևով առանց որևէ նպատակի մարդկանց փողոցներով ման են տալիս։ Դրա համար էլ պարտվում են։ Դրա համար էլ չի ստացվում փողոցային պայքարը, այո։ Ինչ վերաբերվում ընտրություններին, եթե այս բռնապետը բոլորին ձերբակալի կամ պարոն Կարապետյանի կուսակցությունը փակի, դե էլ ինչ ընտրություն։ Այսինքն նա փաստորեն ապահովում է իր վերընտրվելը եւ ուղղակի նմուշի համար, ասենք, մի կամ երկու փոքրիկ կուսակցություններ թույլ կտա, որ մասնակցեն, որ իրան լեգիտիմացնեն։ Դա ինչ նպատակ կունենա։ Ես կարծում եմ, եթե նա գնա Մոլդավայի այդ սցենարով եւ փակի պարոն Կարապետյանի կուսակցությունը, ընդդիմությունը պետք է մտածի, արդյոք ինչ որ որևէ միտք ունի մասնակցել այս ընտրություններին, որովհետեւ փաստորեն նրանք լեգիտիմացնելու են այս բռնապետությունը։ Տեսեք, ասում եք նույն մարդիկ են, պարոն Խաչիկյան, բայց Սամվել Կարապետյանը լրիվ նոր մարդ է եւ մինչեւս ընդհանրապես Հայաստանում էլ չէր, հիմա կարող է օրինակ փողոցային պայքար սկսել եւ փողոցային պայքարի միջոցով իշխանապողություն անել, դաշտը բաց է, ինչն է խանգարում։ Ես պարոն Կարապետյանին նկատի չունեի, երբ որ ասում եմ, որ նոր մարդիկ են հետ գալիս, մենք բոլորս գիտենք այդ մարդիկ ովքեր են, 5 անգամ դուրս են եկել բեմ, տարբեր ձևի կոմիտեներ են կազմել, ազգային փրկության կամ ավելի շուտ սեփական փրկության, հետո այդ կոմիտեն կազմակերպելուց հետո փախել են սեփական միտինգից, ցույցից, այսինքն մենք այդ մարդկանց շատ լավ ճանաչում ենք, նրանք պարոն Կարապետյանը չեն։ Պարոն Կարապետյանը այո, նոր ուժ է, այլընտրանք է, ես այդպես եմ տեսնում առնվազն։ Ես ասել եմ, որ այդ նախկին ներկա այդ հիմարությունը ես չեմ ընդունում, որովհետև այս բռնապետը ինքը առնվազն 20 տարի առաջ խառնակցությամբ է զբաղվել Հայաստանում եւ շատ ողբերգական իրադարձությունների դերակատարներից մեկն էր, այսինքն հենց ինքն էլ նախկին է։ Երբ որ նախկիների մասին խոսում է, ես ուղղակի ասել եմ շատ անգամ, որ եթե մարդիկ կան, ովքեր ուզում են ընտրեն նախկին ղեկավարին, նրանք այդ հնարավորությունը պետք է ունենան, եթե ուզում են, եւ պետք է լինեն նոր ուժեր, որոնք կապված չեն նախկինների հետ, որպեսզի նրանք կարողանան իրենց ձայնը տան։ Բայց մեր մոտ մի տեսակ ամեն ինչ խառնվել է եւ դա խանգարում է շատ, կարծիքով։
Դե հիմա օրինակ ընդդիմությունը շատ բազմազան է, գիտեք, երկրորդ նախագահը իր թիմը ունի եւ ովքեր որ ցանկանում են նրան կարող են ընտրել, Սամվել Կարապետյանը կարծես թե մեծ աջակիցների բանակ ունի, Արման Թաթոյանն է մասնակցում, այսինքն ընդդիմադիր Հայաստան ունեցող մարդիկ լայն ընտրության հնարավորություն ունեն, այդպես չէ՞։ Այո, ունեն եւ ես դա ասել եմ, որ կան մարդիկ, ովքեր կապված չեն այսպես կոչված նախկինների հետ, եթե չեք ուզում, իրանց ձայնը տվեք։ Եթե ուզում եք, իրանց ձայնը տվեք, ում ուզում եք ձայնը տվեք, բայց այստեղ ձայն տալու հարց չի։ Իհարկե լավ կլինի, որ այնպիսի ուժեր ընտրվեն, որոնք կարողանան վերջապես ազատել մեր երկիրը կոռուպցիայից, օլիգարխներից, զարգացնել երկիրը, մեր տնտեսությունը զարգանա, ժողովուրդը ավելի լավ ապրի։ Մեզ արդեն տասնյակ տարիներով դա խոստանում են, բայց այդքան էլ չի ստացվում։ Չնայած որոշ տարիներ կային, երբ որ հաջողություն կար։ Այո, իհարկե թող կան նոր ուժեր եւ թող վերափոխեն մեր երկիրը, փոխեն դեպի լավը տանեն, բայց հասկանում եք, եթե մնա այս կառավարությունը, մենք Հայաստանը կորցնելու ենք, Հայաստան չի լինելու։ Այսինքն մենք բարեփոխելու երկիր չենք ունենա։ Եթե ասենք հիմա ասենք ուժ գա իշխանության, որ ինչ որ հարցերով սխալվի, ինչ որ հարցերով ճիշտ լինի, մենք հնարավորություն կունենանք դա ուղղել կամ պայքարել, որ դա ուղղվի, բայց մենք գնում ենք շատ արագ քայլերով դեպի Հայաստանի կորուստ։ Այս խումբը ենթարկվում է Թուրքիային, Ադրբեջանին բոլոր հարցերով։ Հանձնվելու են անկլավները, արդեն հանձնվել է Մեղրին, Զանգեզուրի միջանցքը նրանք ուժով կվերցնեն, եթե պետք լինի, այստեղ կարող է բախում լինի Իրանի, Ռուսաստանի, Թուրքիա, Ադրբեջանի, Իսրայելի միջև։ Մենք արդեն Սյունիքը փաստորեն խորովածի պես վերևից կտրեցին ու ներքևից կտրեցին, որ շատ սիրուն խորովածի մի հատ կտոր է դարել, որը հեշտ գուլ է տալու Թուրքիան։ Դրա մասին եմ ես անհանգստանում։ Իհարկե կոռուպցիան վատ է, իհարկե երկիրը պետք է զարգանա, բայց մենք այդ հնարավորությունը կունենանք, եթե գոնե պահենք Հայաստանը։ Եթե Հայաստան չլինի, մենք այլևս որևէ տեղ կոռուպցիայի դեմ չենք կարող պայքարել, որովհետև մենք արդեն կլինենք ուրիշ պետությունների քաղաքացիներ։ Պարոն Խաչիկյան, իշխանությունները շատ են ասում, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, ամեն կերպ փորձում է միջամտել Հայաստանի ընտրություններին, բայց օրինակ վերջերս մի դեպք է եղել, Դանիել Յովհաննիսյանը, ով հայտնի է որպես պրոարևմտյան գործիչ, ԱՄՆ սենատորներին է հանձնել Հայաստանում YouTube-յան ալիքների ինչ-որ ցուցակ եւ դրանից հետո որոշ YouTube-յան ալիքներ ջնջվել են ուղղակի։ Հիմա Արևմուտքն է միջամտում Հայաստանում ընտրություններին, խոսքի ազատությանը, թե Ռուսաստանն է միջամտում, թե երկուսն էլ միջամտում են, ով է փորձում Հայաստանի ընտրողների կամքի վրա եւ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալ։ Նախ Հայաստանում այսպես կոչված արևմտամետ ուժերը արևմտամետ չեն, նրանք արևմուտքի մասին որևէ բան չգիտեն։ Ես արևմուտքում ապրել եմ իմ կյանքից կեսից շատ ավելի մեծ մասը ապրել եմ արևմուտքում։ Այս մարդկանցից որևէ մեկը արևմուտքից ոչ մի բան չգիտի, չի հասկանում, պատկերացում չունի եւ ընդհանրապես արևմուտքի անունից խոսալու իրավունք չունեն։ Նրանք թուրքամետ են, ոչ թե արևմտամետ են եւ նրանք դոլարամետ են։ Այսինքն նրանք փող են ստանում արևմուտքից, որպեսզի ամեն ինչով զիջել Թուրքիային։ Նրանք թուրքամետ են, ոչ թե արևմտամետ են։ Կան նաեւ որոշ ուժեր, որոնք կուրորեն վստահում են Ռուսաստանին, ես դրա կողմն չեմ, որևէ անձ իմ օրինակ գործընկերների միջև որևէ անձ չի կարծում, որ մենք պետք է կուրորեն վստահենք, որ Ռուսաստանը վաղը կգա, նորից մեզ կփրկի, կպաշտպանի եւ այլն, այսպիսի բաներ ես երբևիցե չեմ ասել եւ իմ գործընկերներն այսօր չեն ասել։ Սա հետևանք է նրան, որ մենք չունենք միջազգային հարաբերությունների դպրոց Հայաստանում։ Եվ մարդիկ մտածում են շատ միամիտ, շատ պրիմիտիվ ձևով, որ միջազգային հարաբերությունները դա քո, այսպես ասած, տիրոջ ընտրությունն է, որ կան լավ երկրներ, կան վատ երկրներ, պետք է լավ երկիրը գտնել ու վատ երկրից անջատվել։ Այսպիսի մտածելակերպ կարող են ունենալ երեխաները, բայց ոչ քաղաքագետները։ Մեզ պետք է ոչ արևմտամետ, ոչ էլ ռուսամետ քաղաքականություն, մեզ պետք է խելամիտ քաղաքականություն, խելքով։
Եթե օրինակ եք ուզում, նայեք ձեր կողքը, նայեք Թուրքիային, նայեք Ադրբեջանին։ Այնտեղ չկան արևմտամետներ, ռուսամետներ, այնտեղ կան խելացի մարդիկ, ցավոք սրտի մեր հակառակորդները, որոնք ճիշտ հաշվարկում են, թե ինչպես պետք է վարվել եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ։ Իսկ այդ մարդու անունը ընդհանրապես իմ մոտ մի ասեք, ես իրան կոչում եմ գործ տվողների միության նախագահ եւ Դոնոսավանի քաղաքապետ։ Այո։ Պարոն Խաչիկյան, քանի որ Արևմուտք եւ Ռուսաստան ընտրություններից երկընտրանքից խոսեցինք, վերջերս Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման էր եւ Պուտինի խոսքերին, որ պետք է Հայաստանը ի վերջո ընտրություն կատարի Եվրոմիության կողմնակիցն է թե Եվրասիական տնտեսական միության, Նիկոլ Փաշինյանը անձամբ գոնե ինձ համար շատ անսպասելի պատասխան տվեց, ասելով, որ մենք ԵԱՏՄ-ի հետ կհամագործակցենք այնքան, մինչև որ Եվրոպայի միությունը մեզ կընդունի, մենք էլ ենք հասկանում, որ չեն կարող երկու տեղ լինել։ Այսինքն ոնց որ Ռուսաստանն ասեր, դուք մեզ համար զապաս եք, էլի, մինչև մեզ չընդունեն, ձեր հետ կաշխատենք։ Սա նորմալ է ընդհանրապես միջազգային հարաբերություններում բաց տեքստով նման բան ասել Ռուսաստանի նման պետության ղեկավարին։ Ես դրա համար եմ ասում, որ այստեղ արևմտամետի ռուսամետի հարց չի։ Այստեղ հարց այն է, որ մենք խելացի մարդ չունենք, մենք պատրաստ մարդ չունենք, պետական ղեկավար չունենք, էլիտա չունենք։ Անկամ եթե դու ուզում ես ռուսներին խաբես, գոնե խելքով արա դա։ Եթե դու իսկապես ուղակի ժամանակ ես ձգում, նա փաստորեն ինչ է ասում, ասում է մենք ժամանակ ենք ձգում, մենք դեռ ձեր հետ ենք, մինչև մենք Եվրոպա մտնենք։ Եթե դու ուզում ես ժամանակ ձգես եւ խաբես, գոնե խելք ունեցի դա բացեիբաց չասել։ Եթե դուք ինչ-որ մեկին ուզենաք, ասեք, գիտեք, ես քո հետ ընկերություն եմ անում, մինչև ուրիշ մարդը իմ հետ ընկերություն անի։ Դուք այդ բանը բաց իր երեսին կասեք, թե դուք ուղակի ձեր մեջ դա կպահեք, փորձեք այնպես անել, որ նա դա չտեսնի, չհասկանա։ Բնականաբար երկրորդը։ Դե դա ասենք 10 տարեկան երեխան էլ կիմանա, չէ՞, օրինակ, որ մի ընկերոջ հետ ժամանակավորապես անկերություն անում, նա իր երեսին չի ասի, չէ՞, ես քո հետ ընկերություն եմ անում, մինչև ասենք բանը Գուգուշը իմ ընկերը դառնա։ Այդպիսի բան, գիտեք, երեխան կհասկանար։ Պետության ղեկավարը ոնց է այսպիսի բան ասում։ Անկամ եթե դու դա ես ուզում անել, դու դա Պուտինի երեսին ասես, այդպիսի բան։ Բայց բաներ կա, որ պետք չի ասել, չէ՞։ Էդ էլ պետքա բացատրենք։ Գիտեք, այս խոսակցությունը այնքան է ձգձգվել եւ ելի եմ ասում, մենք մեր ողբերգությունը այն է, որ մենք էլիտա չունենք եւ մենք միջազգայնագիտությունը մեր մոտ սարսափելի վիճակում է։ Սարսափելի մեր մոտ ուղղակի հեքիաթներ են պատմում մարդիկ երկու կողմից, եւ հյուսիսից եւ արևմուտքից։ Ես այնքան եմ խոսել սրա մասին։ Իմ կոչը հետեւյալն է. դուրս եկեք ԵԱՏՄ-ից, մտեք Եվրոպա։ Ուզում եք Եվրոպա, ես կողմ եմ, եկեք մտնենք Եվրոպա։ Հենց հիմա էլ սկսեք մտնենք Եվրոպա։ Ես ուզում եմ տեսնել, թե դուք ոնց եք Եվրոպայից ստանալու անվտանգության երաշխիք, ռազմական դաշինք, այն բոլոր բաները, որոնք մեզ խոստանում են այս տիկնիկները, դոլար ստացող։ Նրանք որևէ արևմուտքի հետ որևէ բան չունեն, աղիս չունեն։ Իրանցից 15 արևմտյան քաղաքի անուն հարցրեք իրար հետևից թող ասեն։ Հետաքրքիր է կարող են ասեն։ Բացի ապրանք բերելուց նրանք ոչինչ այնտեղից չեն հասկանում։ Իսկ չէ ուզում ասել, հա, հետո այնպես արեք, որ Եվրոպան համաձայնվի բացել իր շուկան Հայաստանի ապրանքի համար, որ մեր աշխատողները Եվրոպայում աշխատանքի իրավունք ունենան։ Կարող եք դա անել, արեք, ես կողմ եմ։ Դե սկսեք, բայց եթե ուզում եք գնաք, սկսեք, բայց գործ արեք։ Մենակ գնում եք այնտեղ ինչ-որ շոուներ եք անում, Պուտինի պորտը տեղը դրեցի, Պուտինն էլ մեր պորտը տեղը դրեց, հիմա մեծ հարց է ով ում պորտը տեղ կդնի, երբ որ 5 միլիոն հայ վերադառնան Հայաստան։ Դե արդեն ինչ-որ սանկցիաներ կան, օրինակ ջերմուկ չեն թույլ տալիս, որ արտահանվի կոնյակ։ Իհարկե սրանք դեռ նոր են սկսում, ես կարծում եմ դեռ ավելի ցավոտ հարվածներ են լինելու Ռուսաստանի կողմից։ Գիտեք, այս հարցը արդեն պետքա լուծել։ Պետքա, եթե այդքան ուզում եք, թող դուրս գան ԵԱՏՄ-ից, թող մտնեն Եվրոմիություն, եւ թող Եվրոմիության ղեկավարները վերջապես ազնվություն ունենան, մեր ժողովրդին չխաբեն եւ մեզ կոնկրետ թիվ ասեն։ Երբ ենք մենք դառնալու Եվրոմիության անդամ, որովհետեւ Թուրքիան սպասում է 80-ական թվականների վերջից։
Եթե չեմ սխալվում, առնվազն 35 տարի, թե 38 տարի Թուրքիան է սպասում։ Մենք Թուրքիայից առաջ չենք մտնելու Եվրոպա։ Վրաստանը սպասում է կարծեմ 15 տարի, թե 10 տարի, 10-15 տարի։ Ուկրաինան երբ է մտնելու Եվրոպա։ Առանց Ադրբեջանի եւ Վրաստանի եւ Թուրքիայի մենք Եվրոպա չենք մտնում։ Եվ ես 3 օր առաջ խոսացել եմ ֆրանսիական պրոֆեսոր Փարիզ ասաց, եթե դուք արևմտամետ եք ուզում, օրինակ այս մարդը Ռաֆիկ Ալֆայանը, նա պրոֆեսոր է Ֆրանսիայում ծնվել է, Ֆրանսիայում դասավանդում է։ Նա ոչ թե ասենք Պլինտուսի տակից դուրս եկած ինչ որ մարդա, որը գրանտ է ստացել, դարել է արևմտամետ։ Այս մարդը ամբողջ կյանքը Ֆրանսիայում ապրել է, Ֆրանսիայի քաղաքացի է, Ֆրանսիայում պրոֆեսոր է միջազգային հարաբերությունների։ Նա ասում է, որևէ մարդ, որևէ ներկայացուցիչ Եվրոպայում չի ասում, որ Հայաստանը դառնալու է Եվրոպայի Եվրոմիության անդամ, եւ դա երբեք չի լինի, մինչեւ Թուրքիան, Վրաստանը եւ Ուկրաինան եւ Ադրբեջանը դառնան Եվրոպայի մաս։ Դա կարող է լինել 20 տարի հետո, 30 տարի հետո։ Իսկ մեզ մոտ 6 ամիս հետո մենք կարող է մեղրի արդեն չունենանք։ Իրանի հետ մենք մեր սահմանը կարող է կորցնենք։ Եվ հետո շատ անգամ ասել եմ, նորից կասեմ, որ մեր հասարակությունը այս մանկապարտեզային վիճակից դուրս գա եւ հասկանա արևմտամետ, ռուսամետ, այդ հիմար խոսակցությունները պետքա մի կողմ դնել։ Մեզ հիմա պետքա խելացի մարդ, ոչ ռուսամետ է պետք, ոչ էլ արևմտամետ, ուղղակի խելացի մարդ։ Տրամպը այս աշնանը գնալու է կամ նոյեմբերից մի քանի ամիս հետո նա կարող է արդեն նախագահ չլինի, որովհետև խայտարակ ձևով իրան պահեց, կիսախելագար որոշումներ է ընդունում, ինչ-որ հիմար բառեր է գրում սոցցանցերում, նա որպես ղեկավար գնալու է շուտով, նա էլ 3 տարի չի մնալու, ես չեմ կարծում։ Դրանից հետո լինելու դե եթե նա impeachment-ի ենթարկի, բանն է դառնալու, չէ, Վենսն է դառնալու, չէ, նախագահ։ Եթե ճիշտ եմ հասկանում։ Հիմա եթե նա հեռանում է, այդ տրիպի պրոյեկտը մեծ կասկածի տակ է դրվելու։ Քանի որ մենք Տրամպը որպես այն էլ ոչ թե որպես երաշխավորող, այլ որպես վկա է ստորագրել։ Այսինքն հիմա մենք վկայել չունենք, թե ինչ է ստորագրվել։ Եվ հիմա մենք ունենք մի փաստաթուղթ, որով մենք 74%-ը մեր տարածքի մի մասի տվել ենք Միացյալ Նահանգներին, որը իրավունք ունի դա վաճառել ուրիշ ընկերությանը, որտեղ կարող են լինել օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, կապիտալը, որի մասին ես 5 տարի ասում եմ, 5 տարի։ Եվ դրանից հետո մենք Տրամպի WhatsApp-ի համարը չենք կարողանալու զանգ տալ, որովհետև Տրամպը այլևս չկա։ Իսկ JD Vance-ը կարող է իր սեփական տեսակետը ունենալ տրիպի վերաբերյալ։ Եվ այսինքն եւ միաժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ճնշումը ավելացնելու են եւ արդեն ավելացնում են։ Ֆիդանը ասել է, սա մեր կենսական ճանապարհն է։ Ես սրա մասին եմ 5 տարի գրել։ 5 տարի, որ Թուրքիան հռչակելու է սա իր կենսական շահերի գոտի։ Կարող եմ մեջբերումները բերել, ցույց տալ ձեզ, որ ես 5 տարի սրա մասին խոսել եմ։ 6 տարի, 26 թիվն է, չէ՞։ 20 թվականից հետո ես գրել եմ սա, որ սա էլ սենց է լինելու։ Այսինքն Տրամպը դուրս է գալիս, Թուրքիան, Ադրբեջանը մտնում են։ Մի կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը ճնշումը ավելացնելու են կամ ուժով են վերցնելու այս միջանցքը, մյուս կողմից Իրանը դիմադրելու է դրան։ Դա կարող է բախման բերել, Ռուսաստանն էլ է դիմադրելու, կամ բախում է լինելու, կամ ինչ որ գործարքի են գնալու, այսինքն համաձայնություն կարող է կնքվի Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի միջև։ Օրինակ տրիպի տեղ Զանգեզուրի միջանցքը, ասենք, գնա արևելքից արևմուտք եւ ինչ որ մի ուրիշ միջանցք ստեղծեն հյուսիսից հարավ։ Եվ սա տեղի ունենալու մեր տարածքում, այսինքն մենք արդեն գաղութ ենք։ Մենք մի խորովածի կտորենք, որտեղ 4-5 հոգով դանակները վերցրած մեզ կտրտելու են, նրանք են որոշելու։ Հետո նա հանձնել է արդեն, ես կարծում եմ նա արդեն հանձնել է անկլավները։ Եվ դուք իր ոճը գիտեք։ Նա սկզբից ասում է չէ, տենց բան չեմ անի, հետո ասում է լավ եմ արել, եթե արել եմ, այդ ես չեմ արել, նախկիններն են արել, կարող է արած լինեմ, կարող է չէ, ձեր ինչ գործ, դուք ով եք որ հարցնում եք, ինչ կուզեք կանեմ, գիտեմ, մտնում է իր նոպաների մեջ, սկսում է իրարամերժ բաներ ասել, հետո մեզ փաստի առաջ է կանգնացնում, ոնց որ տրիպի հետ։ Հիշում եք գնացին Վաշինգտոն, հետո մեզ փաստի առաջ կանգնացրեցին, որ 74%-ը զիջել են։ Այդ նույն ձևով, իմ կարծիքով, նա արդեն զիջել է անկլավները։
Դա նշանակում է ոչ թե միայն Սյունիքի կորուստ, որովհետև Տիգրան-Աշենի ճանապարհը այդ կտրվելու է։ Դա նշանակում է նաև, որ հաջորդ քայլը դա Ադրբեջանի պահանջներն են, որ դուք գիտեք, Ադրբեջանը պրոֆեսոր Կալֆայանը ինձ բացատրում էր եւ ճիշտ է ասում։ Նա ասել եմ, Փարիզ ասած համասարանի պրոֆեսոր է, բան է, փաստաբան է, մարդու իրավունքների եվրոպական կազմակերպության նախագահ, եթե դուք արևմտամետ եք ուզում, իր հետ խոսեք, նա արևմուտքում կրթություն ստացած մեծ ասած մարդ է։ Նա ասում է, Ադրբեջանը իր տարածքը հիմնում է առաջի Ադրբեջանի Հանրապետության տարածքի վրա, քարտեզի վրա։ Իսկ այդ քարտեզը ընդգրկում է ոչ միայն Սյունիքը, այլ Սևանի կեսը, Սևանի արևելյան կեսը, Սևանը նրանք ուզում են կիսել եւ հյուսիս-արևելքը, մեր Իջևանի շրջանի որոշ մասերը, որքանով հասկանում եմ, Տավուշի որոշ մասերը, ընդհուպ մինչև Մարնեուլի շրջան։ Այսինքն Հայաստանից մնալու է Տանձի պոչ, Հայաստանից մնալու է Ալեքսանդրապոլի տարածքը։ Ես հասկանում եմ, որ մարդիկ մտածում են կոռուպցիայի մասին։ Դա ճիշտ է, ես էլ եմ շատ մտահոգված, ես 35 տարի կարող եմ դες վկաներ բերել, որ ես 35 տարի ասում եմ, այդ կոռուպցիան քանդելու է Հայաստանը, սա պետքա կանգնի։ Ինձ ոչ ոք չէր լսում։ Կոռուպցիան շատ վատ բան է, թալանը շատ վատ բան է, ԽԾԲ ինստիտուտը, օլիգարխները դա շատ վատ է, բայց դա կարելի է ուղղել։ Սյունիքի, Սևանի եւ Իջևանի Թավուշի կորուստը մենք չենք կարողանալ ուղղել։ Թուրքիայի ձեռքից հետ մենք չենք կարողանալ դա վերցնել։ Ինչպես Կիպրոսը չկարողացավ իր հյուսիսային տարածքը հետ վերցնել, ինչպես մենք չենք կարողանում ընդհանրապես ոչ մի բան Թուրքիայից վերցնել, անգամ Ղարաբաղը կորցրեցինք։ Սա շատ լուրջ վտանգ է։ Բայց ես հոգնել եմ անընդհատ մարդկանց կոչել, որ նրանք մտածեն, եթե չեն ուզում, եթե իրենց հետաքրքիր չի Սյունիք լինելու է թե չէ, կամ Սևան լինելու է թե չէ, դա իրենց գործն է, իրենց ընտրությունն է։ Բայց հետո ոչ ոք չասի, որ իրենց չէին զգուշացրել։ Եվ վերջին հարցը, պարոն Խաչիկյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին ամենաուշը պատերազմ է լինելու, հավանականություն կա, այս խոսքերի մեջ ճշմարտություն կա, հնարավոր է, որ Փաշինյանի չընտրվելու պարագայում Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Նախ սա շանտաժ է, իր ժողովրդին վախացնել է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի, սա շանտաժ է։ Երկրորդը սա սուտ է։ Իր օրոք եղավ 3 պատերազմ եւ 4 հարձակում Հայաստանի վրա։ 20 թվականի պատերազմը դե գիտեք, Ղարաբաղի հայաթափումը, Ջերմուկի հարձակումը, դա եղել էր իր օրոք, այսինքն նա էր ղեկավարը, երբ 3 պատերազմ եղավ եւ 4 հարձակում։ Երրորդը Ադրբեջանը հիմա չի հարձակվում ոչ թե որովհետեւ այս անձն է ապահովում խաղաղությունը, այլ որովհետեւ նա ամեն ինչ զիջում է։ Ադրբեջանը արդեն զավթել է Հայաստանը, նա կարիք չունի հարձակվելու, որտեվ նա ինչ որ ասում է, այս խումբը կատարում է։ Այսօր տեսանորություններում պետք է ստուգել, որ Արարատը նրանք արդեն զինանշանից հանել են։ Ես չգիտեմ դա ճիշտ է թե ոչ։ Չէ, զինանշանից չէ, բայց անձնագրերում խոր վիրապն է պատկերված առանց Արարատի ֆոնի։ Այսինքն արեցին։ Էդ էլ կատարեցին։ Վաղը չէ մյուս օրը նրանք քանդելու են Նեմեսիսի արձանը եւ Նժդեի արձանը։ Դրանից հետո քանդելու են Ծիծեռնակաբերտը ասելու են, որ ցեղասպանություն այդքան էլ չի կարևոր չի դրա մասին խոսելը։ Դրանից հետո ցեղասպանության թանգարանն են փակելու, դրանից հետո ասել եմ որոշ թաղամասներ Մալատիա, Սեբաստիա, բանը ոնց էր ուրիշ թաղամասներ ունենք, Նոր Արեշ, օրինակ, այդ ուրիշ թաղամասները, որոնք Արևմտյան Հայաստանի Զեյթուն, Արաբկիր, Զեյթուն, այո, ապրեք, Զեյթուն, Արաբկիր, դա ուզում ասի։ Դա էլ են փոխելու։ Հետո Անդրանիկի արձանն են հանելու, ասել են, որ նա ռևանշիստ էր։ Հետո հասնելու են մինչև Վարդան Մամիկոնյան, հետո մտնելու են Հայաստանի պատմական թանգարան։ Հետո մեզ ասելու են, որ մենք կարողա հայ չենք, կարողա մենք ասենք թուրք ենք, բայց հայացած ենք։ Հետո մենք սկսենք ասենք հայերեն ավելի քիչ խոսել։ Հետո խաչերը հանեն մեր եկեղեցիներից, ասեն, որ աֆղանական եկեղեցիներ են։ Մեր բանին պաշտոնյային ասում են Աստվածածնի գլխավոր տաճարն են քանդել, հա, Ստեփանակերտում, մայր տաճարը։ Ինքը ասում է, դե հետո ինչ, մեր տարածքում չի դա։ Այսպիսի բան որևէ երկրում գտեք, ես խնդրում եմ։ Որևէ երկրում, Իսրայելում գնացեք գտեք,
Պաղեստինում գտեք այդ մայրերը երեխաները, որոնց Իսրայելը սատկացնում է, 80,000 մարդ են սպանել, 80,000 ու շարունակում են սպանել։ Գնացեք Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Իրանում մի մարդ գտեք, որ ասի, դե թող ոչնչացնեն մեր, ասենք, մսկիթը, մեր տարածքում չի, ինչ կապ ունի։ Մի հատ երկիր գտեք, որ այսպիսի կառավարություն է ընտրել։ Եվ սա ոչ միայն իրանց մեղքն է, սա այն մարդկանց մեղքն է, ովքեր նրանք ձայն տվեցին։ Եվ եթե հունիսին դա նորից լինի, ես այլևս որևէ ասելու բան չունեմ։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է այս հասարակությունը։ Չնայած ես հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասը ուղղակի հուսահատված է։ Տանը նստած է, հուսահատված է։ Այս մարդիկ իր այսպես կոչված զոմբիները կամ աղանդի անդամները, որոնք իրենք ասում են ես քո հետ դժոխք կգնամ, դու մի Քրիստոսն ես, դու 4 ոտուն ունես, չգիտեմ ինչ դες բաներ, խելագարություն, էլի հիվանդություն։ Սա հիվանդություն է, մարդկանց պետք չի վիրավորել, սա ծանր հիվանդություն է։ Բայց նրանք ասենք 25% են կազմում։ Մնացած մասը ուղղակի հուսահատ նստած է տանը, իսկ մեր ընդդիմությունը այնպես է անում, որպեսզի օգնի, որ այս կառավարությունը ասի, որ տեսնում եք, սա էլա նախքին, սա էլա նախքին, սա էլա նախքին։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Եվ հետո դուք մի քանի անուն տվեցիք։ Ես ասել եմ մինչև մի քանի օրից իմ կարծիքով, հա, կամ թե մի շաբաթ հետո լինելու է նոր հարցում, չէ՞, ինչ որ հարցում է լինելու, կարծեմ Gallup-ի այսպես կոչված, թե ոչ այսպես կոչված, չգիտեմ։ Այդ թվերը մենք կհրապարակենք, թող մարդիկ նայեն այդ թվերին։ Եվ եթե նրանք կարծում են, որ իրենց տեխնացուն չի հասնի 4%-ին, այսինքն շեմը չի հաղթահարի, թող իրենց ձայն չտան, որտեղ այդ ձայների կեսը գնալու է այս ռեժիմին։ Արդեն անիմաստ է այդ մարդկանց կոչ անել, որ նրանք միավորվեն, նրանք չեն միավորվելու։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մարդկանց ասել, ձայն չտակ այն մարդկանց, ովքեր այդ ձայները նվիրելու են այս ռեժիմին, որովհետև 4%-ը չեն հաղթահարելու։ Շատ լավ, պարոն Խաչիկյան, հետևենք process-ներին, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Շնորհակալություն։